Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 ժամի YouTube-յան էջում երկու ճակատ ոդկասթի 110-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել, վերլուծել շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր ավանդական գործընկերոջ բարեկամի Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր տասնամյակների փորձառությամբ շարունակում է ձեզ առաջարկել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ։ Լինի դա Երևանում, թե Հանրապետության 10 մարզերում, լինի իրական ժամանակում եւ տարածության մեջ, թե հեռավար, լինի կենտրոնացված տեսահսկման VIP տիկնապահների տրամադրման, ուղեկցման, փոստի անվտանգության, ձեր տների, բնակարանների, արտադրական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, մանր եւ խոշոր օբյեկտների անվտանգության ապահովման տեսքով։ Այս բոլոր ծառայությունները հասանելի են մեր գործընկերոջ Pantera Security-ի ծառայությունների ցանկում։ Առավել մանրամասն տվյալների համար կարող եք այցելել Pantera.am կայք, զանգարել 53 78 50 հեռախոսահամարով եւ եթե երկու ճակատ պրոմոկոդն ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Շաբաթը ընթացավ, շարունակվեց եւ ավարտվում է եկեղեցու դեմ արդեն որերորդ լայնածավալ գրոհով։ Սարսափելի է պատկերացնել, բայց այս պահին անազատության մեջ է գտնվում 3 թեմակալ առաջնորդ, 2 arczepiskopos, 1 եպիսկոպոս։ Եվ որքան ուսումնասիրում ես նորորյա հայոց պատմությունը, առնվազն 1930-ականների ստալինյան բռնաճնշումներից, ռեպրեսիաներից հետո նման ծավալի պետական ահաբեկչության եկեղեցին երբևէ չի հանդիպել։ Ճիշտ հակառակն է եղել 40-ականներից հետո, երբ նաև որոշակի ձնհալի պայմաններում հնարավոր է եղել եկեղեցու հեռատեսությամբ խորհրդային իշխանությունների հետ որոշակի համագործակցության կամ համերաշխության մթնոլորտ ձևավորել իշահ հավատացյալ հոտի, իշահ հայ ժողովրդի։ Այսինքն խորհրդային միության երկրորդ կեսում նույնիսկ այսպիսի ռեպրեսիաներ երբևէ մեր հոգևորականության հանդեպ չեն գործադրվել։ Եվ այն կադրերը, որոնք մենք տեսանք 2 օր առաջ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության, քննչական կոմիտեի տարբերանշաններով կարծեցյալ հայերը դիմակավորված ներխուժում Արագածոտնի թեմի առաջնորդարան, այդ թվում Սուրբ Մարիանե եկեղեցու տարածք, ծանր գործիքներով փորձում ինչ-որ բան սղոցել, ինչ-որ բան մասնատել, ապա պատշգամբով մտնել առաջնորդարան, հետո օզարմանք, այնտեղ չհրկիզվող պահարանում դրամ են գտնում ոչ շատ խոշոր հուշամեդալներ, նարեկ, աստվածաշունչ, սրբապատկեր եւ այդ ամենը շարում են ու ներկայացնում բենզինի կտրոն որպես ենթադրյալ հանցագործության Դավիթ ջան, ապացույց։ աշխարհի բոլոր մեքենաները կամ հոսանքով են աշխատում, կամ գազով, կամ բենզինով։ Նրանք ովքեր որ բենզինով են աշխատում, նրանց մեջ բենզին են լցնում։ Բոլորը, ասենք դες մեքենա չկա, որ շարժվում է, ինքը բենզինով է աշխատում եւ անվճար է երթ։ Հիմա որպեսի բենզին լցնեն, կամ գումար են վճարում, կամ չեք է նախապես առնում, տալիս են։ Հիմա ասենք, եթե աշխարհի բոլոր մեքենաները պիտի կտրոն տան, որ բենզին լցնեն կամ փող, հոգեորականի մեքենաները չի պիտի տենց չլնեն։ Ու ասենք, եթե դու ես հոգեորականի սեյֆից անում ես բենզինի կտրոն, որը ինքը օգտագործում է մեքենա վարելու համար։ Ասենք դրա հանցանքի առարկան ո՞րն է։ Կամ ասենք փողը։ Հանե ուրեմն այտենց սեղանի վրա այտենց փռած են շարը, որն էս մարդու աշկը շատ են։ Հատի քաշում ես $3000 փողը։ $3000-ով այսօր ասենք Նիկոլ Փաշինյանը մենակ առավոտը, որ տնից գնում է կառավարություն աշխատանքի, երևի ծախսվում է իմ մոտավոր հաշվարկներով մոտ մի $20-$25000 փող։ Այդ այնքան ոստիկան, որ Իրանա սպասարկում, դրանց բենզինները, դրանց մեքենաները, աշխատավարձերը։ Ասենք ինչի էս $3000 փողը, այդ ինչ փող, եկեղեցիներ կառուցող, մատուրներ կառուցող, խաչքարեր դնող եկեղեցու, բայց փողը պետք է տան, չէ՞ որ է տան։ Բայո մարդիկ տանում են եկեղեցուն հանգանակություն են անում, հոգեորականն էլ այդ փողը վերցնում են, ծախսում են եկեղեցու կարիքների համար։ Ասենք դրա հանցանքը ո՞րն է։ Հանցանքը դժվար է ասել, ավելի ճիշտ անհնար է մատնանշել այդ հանցանքը, բայց ես կարող եմ այս ամբողջ օպերացիայով անթակույց ոգևորված սուբյեկտների շրջանակը մատնանշել։
հայկական լրատվադաշտից էլ ավելի ակտիվ ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամ ալիքներն էին ցնծում, որ արդեն երրորդ խոշորամասշտաբ գրոհն է մեր բարձրագույն եկեղեցականության, հոգևորականության առաջնորդների, թեմակալ առաջնորդների դեմ եւ շատ ուշագրավ ու շատ ցավալի, շատ տխուր հետևությունների տանող մեկնաբանություններ կային։ Օրինակ, այստեղ էլ երևում է, որ Ձևիչի Բաշնյա տելեգրամյան ալիքը գրում է. «Это был мой личный заказ», սա իմ անձնական պատվերն էր։ Այսինքն չեն էլ թաքցնում, որ այս վարչախմբի պարագլուխը սա որպես ադրբեջանական հատուկ ծառայությունների, ադրբեջանական իշխանությունների ուղիղ կամ անուղղակի իրական կամ ազդեցության գործակալ է իրականացնում։ Եվ շատ զարմանալի զուգադիպությամբ դրանից ընդամենը 2 օր առաջ, հոկտեմբերի 12-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը Ադրբեջանի այսպես կոչված հոգևոր առաջնորդ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալլաշուկյուր Փաշազադեն տևական դադարից հետո դարձյալ դժգոհել էր հայ-առաքելական եկեղեցու ազդեցիկությունից, պնդելով, որ եթե աշխարհիկ իշխանությունները Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը խաղաղությունից են խոսում, ապա ռևանշիստական հայ եկեղեցին չի ուզում խաղաղություն եւ ճիշտ հակառակը փորձում է սեփ խրել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև նոր հաստատված խաղաղության մթնոլորտի միջև։ Բառացի եւ տառացի համընկնում են Փաշինյանի եւ Փաշազադեի ոչ միայն ազգանունները, այլև նրանց թեզերը եւ ասացները հայ-առաքելական եկեղեցու, նրա հովվապետի, մեր թեմակալ առաջնորդների եւ մեր եկեղեցու պատմական առաքելության ու դերակատարման շուրջ։ Եվ չկա աշխարհում որևէ պետություն, որի առաջնորդը որքան էլ բաժանված լինի հոգևոր իշխանություններից իր աշխարհիկ բնույթով, նման ագրեսիվ թիրախավորում իրականացնի սեփական ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից իբրև մայր եկեղեցի ընկալվող առաքելական եկեղեցու հանդեպ։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ այլ եկեղեցիների նկատմամբ նա նման վերաբերմունք դրսևորելու իրավունք չունի։ Ավելին ասեմ քեզ, նույնիսկ այլ եկեղեցիները, ավելի ճիշտ հարանվանությունները, դրանց եկեղեցի անվանել են։ Չկան նաև եկեղեցիներ, ասենք հիմա Հայաստանում կաթոլիկ ուղղափառ եկեղեցու թեմեր կա։ Բայց դու ասում ես կանոնական դավանանքները։ Այո։ Բայց հարանվանությունները, այնինչ կոչվում է աղանդ, Այո։ նույնիսկ հարանվանությունները հայ-առաքելական եկեղեցու հանդեպ նման ագրեսիվ վարքագիծ իրենց թույլ չեն տալիս։ Իրենք իրենց բնույթով տոտալիտար են, այսինքն այդտեղ բացարձակ միակարծություն է, որևէ մեկը խղճի ու դավանանքի ազատությունը տեղ չունի։ Այդ մարդկանց մեծամասնությունը գիտակցված կամ անգիտակից հոգևորսության զոհ է, բայց նույնիսկ նրանց այդ այսպես կոչված հովիվները, որոնց նրանք պատվելի կամ վերապատվելի են անվանում, Հայաստանի այս առաքելական եկեղեցու հանդեպ նման թշնամական քարոզչություն չեն բանեցնում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ Վեհարանի վրա գրոհի օրերին այդ հարանվանություններից մեկը ի պաշտպանություն հայ-առաքելական եկեղեցու հանդես եկավ։ Իհարկե դա երեսպաշտություն էր, կեղծավորություն էր։ Հիշում ես տվյալներ կային, որ նույնիսկ նրանց գլխամասում մարդկանց փորձելու են զենք բաժանել եւ այդ հերոսակներին ուղղորդել դեպի Մայրաթոր, հետո այդ տվյալները չհաստատվեցին։ Բայց այս վարչախումբը որպես աշխարհիկ իշխանություն առաքելական եկեղեցու եւ մեր բնակչության բացարձակ մեծամասնության կողմից դավանած հավատի հանդեպ ավելի թշնամական քաղաքականություն է բանեցնում, քան անհավատները, աթեիստները, քան մյուս բոլոր կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները եւ այլ երկրների այլադավան ժողովուրդները եւ առաջնորդները, օրինակ մահմեդականները։ Ես ճիշտ ասած կյանքումս որևէ մահմեդականի չեմ հանդիպել, որ այդքան կամահրանքով, հեգնանքով խոսի քրիստոնեության եւ առաքելական եկեղեցու դերակատարման։ Մենակ Փաշազադեն է այդքանի մեջ։ Փաշազադեն այդ մասին խոսում է ոչ թե որպես մահմեդական, այլ որպես ադրբեջանցի։ Որպես ադրբեջանցի քարոզչական գործին, որովհետեւ Ադրբեջանը երկիրը չի, չէ, որտեղ ընդհանրապես ազատության որևէ տեսակ լինի, այդ թվում կրոնական ազատության, այսինքն Փաշազադեի ֆունկցիան իր խողովակներով պետական քաղաքականության իրագործումն է։ Ընդ որում ժամանակագրորեն այս իրադարձությունները երբ սկսեցին, հենց Փաշազադեի մայիսի 22-ի հայտարարությունից հետո, երբ որ ասաց, որ իրենք արդեն որոշում են կայացրել Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ հիմնելու վերաբերյալ։ Ու դա երբ է ասում ինքը, երբ որ պետական քաղաքականությունն ասում է, որ պիտի ադրբեջանցիները գնան բնակություն հաստատեն Հայաստանի տարբեր բնակավայրերում, քաղաքներում եւ գյուղերում,
այդ թվում Երևանում, չէ՞, 300,000 էին ասում սկզբից, հետո 750,000, հետո դարձավ 1,5 միլիոն, դրան զուգահեռ նա ասում է, դե որ մեր հայրենակիցները պիտի գնան, իրենց նաև պիտի հոգևոր սպասավորներ լինեն, որ նրանց ծառայություններ մատուցեն, ուրեմն ղազիաթ ենք հիմնում դրանց համար, այսինքն դա պետական քաղաքականության մի մաս է կազմում։ Եվ այդ հայտարարություններից հետո եղավ, որ մեր եկեղեցին հակադարձեց, ընդ որում եկեղեցին այլ ոչ պետությունը։ Դրանից հետո մայիսին վեհապարը ելույթ Շվեյցարիայում եւ սկսեց այս ամբողջ գործընթացը։ Եվ հիմա ոնց որ արտարացիորեն դու նկատեցիր, ոչ միայն 3 թեմակալ առաջնորդներ են, 2 arczepiskopos, այլ այդ 2-ը նաև բարձրագույն հոգևոր խորհրդի անդամներ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գծագրել է, թե եկեղեցին ոնց պիտի քանդի։ Կաթողիկոսը պիտի հեռացվի, կաթողիկոսի փոխարեն ամուսնացյալ քահանա պիտի լինի ժամանակավոր պաշտոնակատար, բոլոր կառավարման մարմինները պիտի վերանան, պիտի չգիտես ով սկսի մշակել եկեղեցու նոր կանոնակարգը պիտի գրած լինի աշխարհաբառով, կարճ պիտի լինի, մեծ ֆոնտը 14։ Սես բաներ է խոսում։ Դու ով ես, որ նա նույնիսկ այդ քո ասած աղանների գործունեությանը այդ ձևով միջամտելու իրավունք չունի, որովհետև մենք օրենք ունենք խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին, որտեղ հոդված կա, որը արգելում է, ուղղակի արգելում է պետական մարմիններին ներգրավել, ասեք հիմա որևէ պետական պաշտոնյա, եթե պետական բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ չի կարա լինի։ Բարձրագույն հոգևոր խորհուրդը աշխարհիկ անդամներ ունի, չէ՞։ Պետական պաշտոնյա չի կարա լինի, որովհետև օրենքը դա արգելում է։ Պետությունը իր ներկայացուցիչ որևէ միջոցով չի կարա մասնակցի որևէ որոշումների ընդունմանը։ Դες ասենք օրինակ հիմա Արագածոտնի թեմում ցես զանգվածային ձերբակալություն, ասենք, պետք է բանդա ես բռնել, ինչ ես արել, ոնց թե 12 հոգու հոգևորականի, մանավանդ մեր հոգևորականները, չէ, բոլորը ուսյալ, բոլորը գրագետ, բոլորը չափած, բոլորն եմ ասում, էլ իհարկե բացառություններ տենում ենք։ Հիմա գնացել ես 12 հոգի ամբողջ թեմը հավաքի բերել ես, ինչ են արել մա։ Տեր ասում են Տեր Արամը գնացել է հանրահավաքի։ Դե ախ Տեր Արամի ես չեմ տեսել, այ ախպեր, ես տենց հանրահավաք չկա, որ մասնակցած չլինեմ։ Տեր Արամին ես չեմ տեսել։ Հանրահավաքի մասնակիցը եթե ինքը սովորական մարդ չի, դե քայլող։ Եթե հանրահավաքներ հիմնականում քայլում են։ Միտեղ մա ճեպազրույց տվել է Արամը, որ կանգնի կամերայի առաջ, տեսակետ հայտնի, ես չի մի հատ ելույթ ունեցել է մի հատ հանրահավաքի։ Հանրահավաքային ալիքների պատմության ընթացքում, սկսած 2010-ականների սկզբից, այսինքն նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ես տարբեր հոգևորականների եմ տեսել հանրահավաքների։ Երբևէ չեմ մտածել, որ նրանցից որևէ մեկը կարող էր իր կամքին հակառակ այդտեղ գալ կամ բերվել։ Ճիշտ հակառակը, օրինակ ես հրաշալի հիշում եմ Էլեկտրիկ Երևանի հանրահավաքների օրերին, այնտեղ ներկայումս անազատության մեջ գտնվող խղճի բանտարկյալ հայրենիքի կալանավոր Բագրատ Սրբազանին եւ մեր մայրաթորի լավագույն միաբաններից մեկին Հայր Ռուբենին։ Ես ամեն օր նրանց տեսնում էի միասին այնտեղ եւ մարդիկ ասում էին ճշմարտացիորեն ակնհայտ է, որ իրեն գալիս էին դրա համար ժողովրդին խաղաղեցնելու, ոստիկանության եւ ցուցարարների միջև կանգնելու, արյունահեղություն թույլ չտալու։ Ցնցող կադրեր կան մարտի 1-ի մասին պատմող այդ կոնսպիրոլոգիական ֆիլմերից մեկում, թե ինչպես են հոգևորականները արդեն բավական ուշ ժամի, երբ արյունահեղություն ցավոք տեղի էր ունեցել, աղոթք կարդում, հրապարակում մնացած մի քանի 100 քաղաքացիների համար։ Հիշենք նաև, որ վեհապարը անձամբ գնացել էր առաջին նախագահի կեցավայր, բայց առաջին նախագահը հրաժարվեց նրան դարպասներից ներս թողնելուց։ Եվ տեսել եմ նաև հետագա բոլոր կարևոր հանգրվանների ժամանակ 2018-ի ապրիլ-մայիսին եմ տեսել առաջին շարքում քայլող հոգևորականների, որոնք եւս հետո պիտի ասեին, որ իրենք ժողովրդին խաղաղեցնելու, հանդարտեցնելու, ժողովրդի վրա կրակել թույլ չտալու, ոստիկանների եւ ժողովրդի միջև կանգնելու համար են։ Եվ 2020-ից հետո եմ ես տեսել տասնյակ հոգևորականների, որոնք բոլորը այդտեղ բացառապես իրենց խղճմտանքով, իրենց խղճի մտոք, իրենց բուն գործառույթը իրականացնելու, այն է ժողովրդին հոգևոր սնունդ տրամադրելու, աղոթակից լինելու համար էին այդտեղ եւ ի վերջո նախ եւ առաջ բացի հոգևորական լինելուց նրանք պարզ հայ մարդիկ են, քաղաքացիներ, որոնք կորստի ցավ եւ ապրոմակցում ունեն մեր 100 հազարավոր
հայրենակիցների, մեր հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամների եւ ի վերջո մեր կորսված հայրենիքի համար։ Եվ այս ամբողջ տրագի ֆարսի մեծագույն զավեշտն այն է, որ ավելի քան 12 հոգևորականի բերման ենթարկելուց, իսկ մի մասի բռնի անհետացումից հետո, թեմի առաջնորդը կոնկրետ բռնի անհետացել էր 10 ժամ, նա չկահայտնի չէր նրա գտնվելու վայրը։ Այդ ամբողջ ընթացքում այն անձը, որի ասացի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ այլ անձի հաղորդման ներկայացմամբ, չի հարցաքննվել։ Որքան ես տեղյակ եմ քրեական իրավունքից, Տեր Արամի մասին արդեն հարցաքննել են։ Դու ասում ես դրան հաջորդած օրվա մասին։ Այո, Էդգար, որպես կանոն քրեադատավարական ընթացակարգ է։ Առաջինը պիտի Քո իմացածով, իմ իմացածով պիտի լինի հետեւյալը. նախ եւ առաջ նրան պիտի տրվի կարգավիճակ, ասենք վկայի կարգավիճակ է տրվում կամ տուժողի կարգավիճակ է տրվում, եւ այս մարդը պատմում է, թե կոնկրետ երբ, որտեղ, ինչ հանգամանքներում, ով իրեն ինչ հակաօրինական առաջարկել է։ Նախնալը պիտի ապացուցի, որ ինքը հավաքի մասնակցել է։ Թեմի առաջնորդը արդեն ձերբակալված էր, տանում էին կալանքի։ Այդ ժամանակ Ազատություն ռադիոկայանը գնում հասնում է Հովհաննավանք, ինքը ասում է ինձ ոչ մեկ չի զանգել։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ, մամուլից եմ իմացել, որ թեմի առաջնորդը եւ մյուս քահանաները ձերբակալված են։ Ավելին, պնդում է, ասում է, որ եթե սխալ են արել, պիտի դատվեն, բա ինչ պիտի անեն։ Պիտի դատվեն։ Եվ հարցնում են, ասում են, Տեր հայր, ձեզ դիմել են, ցուցմունք ձեզնից վերցրել են, դուք կարգավիճակ ունեք, ասում են ոչ։ Ես ճիշտ ասած նման քրեադատավարական ընթացակարգ աշխարհիս որևէ երկրում չեմ պատկերացնում։ Երբ որ կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի ասացի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ այդ մեկ սուբյեկտը չի հարցաքննվում, բայց տարվում են տասնյակ քահանաներ իրենց քահանայական բուն գործից կտրելով, այդ մարդիկ տասնյակ արգեր ունեին այդ օրը անելու։ Մի մասը պիտի հուղարկավորություն աներ, մի մասը պիտի պսակ աներ։ Հետո մենք TikTok-յան տեսանյութ տեսանք, որտեղ մեկը պատմում է, թե ինչպես նորահարստ ու նորափեսան եկել հասել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, պարզվել է, որ աղացան արդեն բերման է ենթարկել տեղի քահանային։ Լրիվ անիմաստ, որովհետև հետո նրան չեն ձերբակալել եւ չեն կալանավորել, այլ վերադարձրել են։ Ու այսպես շարունակ, հասկանում ես։ Այսինքն, բացի այս էֆեկտից, սև դիմակավոր, որը փակում է առաջնորդարանի մուտքը եւ Սուրբ Մարիանե եկեղեցու մուտքը, ու երբ ակտիվիստները մոտենում են խնդրելով իրենց ներս թողնել, որ Սուրբ Մարիանե եկեղեցում, առաջնորդանիստ եկեղեցում Արագածոտնի թեմի մոմ վառեն, հեգնանքով ասում է երեք գայր մոմդ վառեիր։ Ես կրկնում եմ, Էդգար, նման հեգնանք ես այլադավան մարդկանց մեջ քրիստոնեության հանդեպ նույնիսկ չեմ տեսել։ Շփվել ենք, ես էլ դու էլ տարբեր ազգերի մահմեդականների հետ շփվել ենք։ Ես մշտապես տեսել եմ պատկառած հարգալից վերաբերմունք քրիստոնեության հանդեպ իբրև աշխարհի մեծագույն կրոնի, իբրև կարևորագույն համաշխարհային կրոնի, եւ հայ առաքելական եկեղեցու նրա սպասավորների հանդեպ իբրև հնագույն արևելաքրիստոնեական եկեղեցի։ Աշխարհում քիչ եկեղեցի կա, գրեթե չկա, որ համ ազգային է, համ այդքան հին է, 1725 տարեկան, եւ ունի համաշխարհային հռչակ ու ճանաչում։ Ու մի հատ նայ ես երկրի վարչախումբը, ընտրյալները, ինչպես են վարվում մեր կարևորագույն ազգային պետական հաստատության եւ նրա ներկայացուցիչների հետ։ Ասելու վրա ես գիտես հիմա ինչ մտավարժանք անցավ իմ մտքով։ Ասում հələ մատ պատկերացրու, որ արցախցիները մնային Արցախում, այդ թվում հոգեվորականներ, այդ թվում Արցախի թեմի առաջնորդը։ Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ ինչ վերաբերմունք ցուցաբերել։ Ճիշտ նույն կերպ էին վարվել, ինչպես սրանք։ Կարող եմ մի շարգանքով։ Կասեին եմ բանա, էլի հոգեվորական մարդիկ են։ Արի մոմդ վառի լավ։ Հա։ Ստեղ էլ չեն թույլ տալիս։ Հա։ Իսկ թվում է այդ նույնն էր լելու։ Դե հիմա ադրբեջանական տիրապետություն է, այսինքն չի այդ վարժությունը անում։ Նույն բանն է, ինչ տարբերություն է։ Հիմա դու պատկերացնես մեր աչքին ինչին են սովորեցրել, որ մենք տեսնում ենք հոգևոր հայրերին դատանի բակերում, դատանի դահլիճում պատի տակ նստած, սրբազան մեղադրյալի կարգավիճակում։ Դնում ենք ներխուժում մայրաթոռի տարածք, ներխուժում թեմական կենտրոնի տարածք, խուզարկություններ եկեղեցում, ասենք եկեղեցում մանավանդ որ ասենք ինչա հայտնաբերածը, դել ասենք լավ, եթե էդ եք հայտնաբերե, բայց լավ դան չեք ցույց տալու, այլ դուք չեք հասկանում, որ էդի ցույց տալը ամոթա ձեր համար։ Ասենք որի տնից փող չես կարող հանել, այդ որ մարդն է Հայաստանում, որի տանը փող չկա, որ այդ ասիրա տնից խուզարկություն անես, զարդեր չհայտնաբերես։ Ասենք, այդ ինչ բան է, որ դու պիտի հանես ցույց տաս, այսինքն եթե աշխարհը բոլոր մարդիկ նորից եմ ասում, ունեն բենզինի չեք,
Հոգևորականներն չի պիտի չունեն, ասենք իրանց բենզինը աստվածա տալի։ Հա պիտի ասենք առավոտը էթան մեկ էլ տենան բակը լցվեց բենզինով։ Բայց բենզինը պիտի առնես, չէ՞ որ այդ ինչ բան է, կամ ասենք թե Սրբազանի մոտ եղած բենզինի չեկը Տեր Արամի 21-22 թվի հանրահավաքի մասնակցելու հետ ինչ կապ ունի, որ էդի արգրավել ես այդ գործի շրջանակներում։ Հələ նա պիտի ապացուցի, որ ինքը նախ հանրահավաքի գնացել է։ Կարող է նաև սուտ ասում, չէ՞, օրինակ իր երեսին որ նայում եմ, դե մարդու ոչ մենակ խոսքը չես լսում։ Հայացքին էլ է, չէ՞, նայում։ Արես գմես ասես արես սուտ է խոսում։ Բայց հաղորդումը հանցագործության մասին տվել է Դանիել Իոնիսյանը, ճիշտ է։ Դանիել Իոնիսյանը ունի դրոն, որը նկարում է բոլոր հանրահավաքները։ Թույլ եմ այդ բերի իր գործը տվողն ինքն է։ Տեսանյութերը դնենք, տենանք։ Տեր Արամն դե որտե է։ Բերի ցույց տա ասի, հեսա էս ուղիղ երկար դեմքովը, էսի Տեր Արամն է։ Նենց էլ դեմքա, որ չես կարա շփոթեցնես, ասենք ուրիշի նմանացնես, շփոթես, ասես ես կարող է, էսի Հուդայի մատ նկար կա, որ շատ նման է, բայց Ռեպինի նկարն է, այո։ Բայց այնի շատ վաղուց է եղել։ Առնվազն մի դեպքում հələ հեսա, ասենք Տեր Արամը Սրբապատկերը վերս է տալ։ Հիմա այս Սրբապատկերը Տեր Արամի հանրահավաքի գնալու հետ ինչ կապ ունի։ Առնվազն մեկ դեպքում հուշադրամ են, դրանք փողը չեն, Տեր Արամը, որը զարմանալիորեն մինչ այս պահը կարգալույց չի արվել, եւ դա լուրջ հարցեր է առաջացնում, ստում է։ Առնվազն մեկ դեպքում հետեւյալ երկուսից։ 2019 թվականին քահանայական ձեռնադրումից որոշ ժամանակ անց նա պատրաստակամություն է հայտնել իտես տասնյակ այլ հոգևորականների անձամբ պաշտպանելու վեհափառ Հայրապետի անվտանգությունը եւ մերժում է ստացել։ Այդ մասին պատմում է Հայոց եկեղեցու ուրարագիր Թովմաս Առաքելյանը, որին ինքը անձամբ ականատես է եղել։ 2018-ի օգոստոսին վեհափառը գնդեվանքի ճանապարհին ֆիզիկական շուրջկալման ներքո էր հայտնվել եւ նրա կյանքին վտանգ էր սպառնում, որից հետո Տեր Արամը այն ժամանակ հավանաբար բարեպաշտ դրդումներով Վեհափառին առաջարկել է դառնալ նրա անձնական թիկնապահը։ Վեհափառը բնականաբար նրան մերժել է, ասելով, որ թիկնապահի կարիք չունի։ Դրանից 1 տարի անց պարզվում է, արդեն Տեր Արամին հարկադրել են գնալ ինչ-որ հանրահավաքի, որի որևէ ապացույց, ինչպես քիչ առաջ ճշմարտացիորեն նշեցի, չկա։ Պատկերացնում ես, եթե մի ձայնագրություն լիներ, հիմա հեղեղել էին ուղակի Տարոն Չախոյանները իրենց մեդիա նյուսերով։ Բայց ինչ-որ մի մասնավոր զրույց է եղել, որի բովանդակությունը դժվար է վերարտադրել։ Եվ երբ փաստաբաններին Արա Զոհրաբյանին ու Երեմ Սարգսյանին ես լսում, կարծես թե տպավորությունը մոտավորապես Արմեն Չարչյանի վրա ժամանակին կարված գործի տպավորությունն է թողնում։ Ըստ ամենայնի, թեմակալ առաջնորդը հոգևորականների հետ խոսակցության ժամանակ իր նախընտրությունն է հայտնել, թե ում է ինքը պատրաստ քվեարկելու։ Բայց այդ ժամանակի քվեարկությունը չէ։ 2021-ի մասին է խոսքը։ Բայց հանրահավաքներից է խոսում, ինքը չի ասում բանի քվեարկության մասին։ Երկու մեղադրանք է առաջադրվել Սրբազան հորը, երկրորդ մեղադրանքը վերաբերում է արդեն ընտրական իրավունքը խոչընդոտելուն, եւ հիմա փորձում են երկրորդ մեղադրանքը առավել ծանրացուցիչ կարել ինչի համար, թե իբր Սրբազան հայրը Տեր Արամին կամ մյուս հոգևորականներին հորդորել է, թե ում քվեարկել։ Դա ասում է դու էլ քվեարկում ես կամ չես քվեարկում։ Բայց մի րոպե, նախ դա ստուգելի եւ ապացուցելի չի։ Չէ, ասենք եթե նույնիսկ ասել է, ենթադրենք, վերցնում ենք իրանց վարկածը, չէ, ասել է Տեր Արամ, կեթաս կընտրես, ենթադրենք բանին։ Ում կարար ասել։ Արա Զոհրաբյանին, չէ։ Տեր Արամն էլ ասում է եղավ։ Ու այդումա ընտրում է Նիկոլին, ոնց որ եւ արել է, չէ, ամենայն հավանականությամբ։ Ոնց է ստուգում Սրբազանը, դա եղել է, չի։ Այդ ասածը այսօր հենց Արա Զոհրաբյանն հետ էր ասում փաստաբանը, որ այդ հոդվածը վերաբերելի է պաշտոնական պարտականությունները կատարողին, իշխանական լիազորություններ ունեցող անձին։ Հիմա Դավիթ ջան, մենք պայմանավորվել ենք, ասել ես, զանգել ես, ասել ես, այսօր ժամը 4-ին հաղորդում ենք նկարում, ես հենց եկել եմ, ճիշտ է, մեր պայմանավորված օրն է։ Ասենք որ չգայի։ Դու ինձ ինչ պիտի անեիր։ Ոչ մի բան, չէ։ Չէր գալի, չէ։ Որովհետև դու իմ նկատմամբ իշխանական լծակ բան չունես, բայց եթե ես ըլնեի մարզպետ, վարչապետ ըլներ վարչապետ, ասել պիտի գնաս, կստուգես, կան, չէ, էդի արդեն ըլում է էդի ուրիշ բան, նա իշխանական լծակ է օգտագործում։ Եկեղեցու ներսում այդ իշխանական լծակը գոյություն չունի, հասարակական կազմակերպություն, կրոնական կազմակերպություն է։ Ասել է, հիմա մարդ այո կարող ասի, գիտես, ինձ համար նախընտրել են այդ ինչ է, հետո ինչ։ Քո վրա որտե ազդեց, ոնց դու գնացիր ընտրիր, չի կարա տես բան լինի, այսինքն սա օդի մեջ
Ուղղակի առիթ են օգտագործել Դանիել Հունիսյանի ցուցմունքը գնան Իսկ Դանիել Հունիսյանն ով ախպեր ջան, հələ մատ վերցրու նայ։ Դու տեսական օրինակներ բերեցիր հակառակի։ Թույլ տուր իրական օրինակ բերել։ Հեցի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը փաստերով ապացուցեց, որ հեցի հազարավոր աշխատողներին թույլ չի տրվել 2 օր շարունակ ներկայանալ Սամվել Կարապետյանի դատավարությանը։ Թույլ չի տրվել։ Այսինքն հայտնի մականունավոր Ռոմանոս Պետրոսյանը հրահանգավորել է իր բոլոր ենթականերին, որ նրանք էլ հեցի բոլոր աշխատակիցներին արգել են Երևալ Սամվել Կարապետյանի հաջակցության հանրահավաքում, այլապես իրենք կնույնականացնեն եւ կհեռացնեն այդ անձանց գործից։ Հիմա այդ նույն կեղծ իրավապաշտպանները ինչու նույն հետևողականությունը չեն ցուցաբերում։ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում չեն տալիս եւ հանրային վերահսկողություն չեն իրականացնում, հանրային ճնշում չեն իրականացնում գլխավոր դատախազության նկատմամբ, ստուգելու առերևույթ հանցագործության իսկությունը։ Ակնհայտ է, որ այդտեղ հանցագործություն եղել է, ակնհայտ է։ Մենք շատ լավ տիրապետում ենք տվյալներին ու վստահաբար հեցի տնօրինությունը այս նորակազմ եւ ռեյդերական հարցակման արդյունքում հեցը վերցրած վարչախմբի այդ ներկայացուցիչները հայտնի մականունավորի գլխավորությամբ շրջաբերական են իջեցրել եւ իրենց աշխատակիցներին կարգադրել են չներկայանալ այդ հանրահավաքին։ Ինչը որ նույն հոդվածով է։ Խոչընդոտել հանցագործություն։ Ավելին ասեմ քեզ, ստեղ Դանիել Հովհաննիսյանին սпасել էլ պետք չի, որովհետեւ գլխավոր դատախազության իմաստը եւ նշանակությունը հենց այն է, որ ինքը իր նախաձեռնությամբ սկսի այդ քրեական հետապնդումը։ Բա որ Դանիել Հովհաննիսյանն ու չեր գրում։ Բա պետք է թողեք այդ հանցանքը, որի մեջ այս կամարներ կաշված են, ասենց հելներ վեր է թա։ Մեր ամեն հաղորդում տասնյակ հազարավոր մարդիկ նայում են։ Ես հիմա մի հատուկ ուղերձ եմ ուղղում հղեմ ընդամենը մեկ հեռուստադիտողի Դանիել Հովհաննիսյանին։ Մյուսները ուղղակի թող կողքից լսեն, թե ես ինչ եմ ասում Դանիել Հովհաննիսյանին։ Դանիել ջան, Թալինի քաղաքապետը համայնքի ղեկավարը շրջաբերական նամակը ուղարկե ամբողջ աշխատակազմի ենթակա կազմակերպություններին համայնքային ասելա որ տգետների դպրոցի սեանս ալելու Թալինում բոլորը գրանցվեք գնացեք դրան մասնակցեք էսի հղումն է Այստեղ էլ մի հատ բջջային հեռախոսի համար քաղաքապետարանի աշխատակցի որ ով հարցեր ունենա նրան դիմի Կարելի է մատ հաղորդում ներկայացնել հանցագործը, որովհետև հիմա դատախազությունը մեզ բնականաբար լսում է մեր բոլոր հաղորդում, բայց սա չի ընդունի հաղորդում հանցագործ։ Այդ նկարը սկրին արած, ես մի ուրիշ տեղից դրել, իմեջում եմ դրել։ Համայնքի ղեկավարի, այսա համայնքի ղեկավարի կողմից իրականացրածը։ Այսա քրեական օրենսգրքի հոդվածը դրան է վերաբերում, որովհետև ինքը ունի ենթակա կազմակերպություն, ասում է կեթակ բոլորդ կամ այսինքն վարչական, իշխանական լծակա օգտագոր, ինչը եկեղեցում գոյություն չունի։ Հետն ասում է մտեք այդ հղումով գրանցվեք, ձեր գրանցման մասին ասեք քաղաքապետանի այդ աշխատակցին։ Ու ամեն տեղա, չէ՞, դու ասեք պատկերը, այսքան մենք նայել ենք այդ տգետների դպրոցի սեանսները։ Մի օր մի հատ հայտարարություն լսել ես, որ ասես ենթադրենք այս ինչ օրը Ջերմուկում տգետների դպրոցի սեանսը, որ ով ուզի գրանցվի այդ մասնակցի։ Դες բան չկա։ Բայց մեկ նայում են դալիճում դա մարդիկ են նստած։ Ու մարդիկ ես ասենք ես Վայոզորն եմ ասում, որտեղ ճանաչում եմ մարդկան։ Դպրոցի դիրեկտորներ, դպրոցի դասատուներ, երաշտական դպրոցի դասատուներ, բանը հիմա բուժ աշխատողներ ճանաչում ես մա։ Այսինքն ինքը տալը զորով վարչական ռեսուրսով դալիճա լցրել, չէ՞։ Բայց այսքան ժամանակ Աննան դատվել է։ Նիկոլ Փաշինյանը դատվել է դրա համար։ Բայց Դանիել ջան, ասում ես գործ տալը մեր գործն է։ Բայց գործը ո՞ց զբաղվի այնգի։ Պատվաբեր է, ոչ միայն մեր գործն, այլև պատվաբեր է։ Գործ տվողներին պետք է հիշենք, ինչպես հաղորդման սկզբում ասացի, դեռևս հեռավոր 1930-ականներից։ Այն ժամանակ գործում էր արդարադատության դասական մեխանիզմները շրջանցող հայտնի եռյակների տրոյկաների ինստիտուտը։ Եկեղեցին իր արխիվներում բավական հարուստ վավերագրություններ ունի, թե ինչ զրկանքներ, չարչարանքներ, տանջանքներ, բանտարկություն եւ գնդակահարությունների տասնյակ դեպքեր կան 1930-38 թվականներին։ Հայ եկեղեցու հայրապետներից մեկը Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսն է նույնիսկ խեղդամահարվել Վեհարանի իր կեցավայրում 1938-ին եւ ՊԱԿ-ի Պետական անվտանգության կոմիտեի ծպտյալ գործակալները ըստ Էջմիածնում բավական հաստատուն արմատներ գտած լեգենդի լավ չեն ավարտել։ Նրանք բոլորը կամ դժբախտ
մահով հեռացել են, նրանց մի մասը խելագարվել է եւ նույնիսկ պատմություն կար, որ վեհապար Հայրապետին խեղտամահ արած կին գործակալը Փիրուզ անունով իր կյանքի վերջին տարիներին փորձում էր մեղքերի թողություն գտնել եւ կիսախելագար վիճակում շրջում էր մայր տաճարի պատերի տակ, բայց այդպես էլ նրան որևէ մեկը ընդունելության չարժանացրեց, որովհետեւ նա Աստծու օծյալի դեմ էր գնացել։ Այս պատմությունները կարծում եմ պիտի ուսանելի լինեն։ Հենա մեր մոդել է, էլի նա կառավարությունում բանա կրծքագեղձի քաղցկեղ կա տարածված վարչապետի մոդել է նկատվեց նշանը։ Իրավապահ կոչվող համակարգի իրականում կազմակերպված հանցավոր խմբի բանդայի հարյուրավոր ներկայացուցիչների համար այս պատմությունները պիտի ուսանելի լինեն։ Մեկ այլ պատմություն էլ կա, որ շատ տիպական է այս օրերի համար եւ լավ կլիներ այն 54 քննիչները, որոնք զբաղվում են դարի հանցագործ Մկրտիչ Սրբազանի, նաև մյուս դարի հանցագործներ Միքայել եւ Բագրատ Սրբազանների նախաքննություններով, իսկ հիմա արդեն Միքայել Սրբազանի նախաքննությունը ավարտվել է, Բագրատ Սրբազանին էլ է ավարտվել, Միքայել Սրբազանը պատժաչափ է ստացել 2.5 տարի խոսք ասելու համար։ Այս բոլորը հիշեին Պետիկ Թորոսյանին։ 1899 թվականին Վանում ծնված Պետիկ Թորոսյանին, որն ապրեց ընդամենը 39 տարի։ Պետիկ Թորոսյանը ինչքան է 33։ Պետիկ Թորոսյանը նորաբաց Երևանի Պետական համալսարանի իրավաբանական բաժնի առաջին ուսանողներից մեկն էր 20-ական թվականներին։ Երբ այն ավարտվեց, իսկ նա առաջին սերնդի հայ բոլշևիկներից էր, նրան նշանակեցին այդ ժամանակ նորաբաց Անաստված ամսաթերթի գլխավոր խմբագիր։ Ով տեղյակ չի, ասեմ, որ Պետիկ Թորոսյանը հետագայում հայտնի դարձած ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հայրն է։ Պետիկ Թորոսյանի աստվածամերժական, աթեիստական, հոգևորականներին ծաղրող, վիրավորող, նսեմացնող, խմբագրականները, նյութերը, ծաղրանկարները մեծ ընդունելության արժանացան այն ժամանակվա խորհրդային ղեկավարության կողմից եւ նա պաշտոնի բարձրացում ստացավ, արդարադատության նախարար, ժողկոմ, նարկոմ։ Հետո ավելի բարձր մեկ այլ պաշտոն էլ նրան առաջարկվեց։ 35-ից 38 թվականներին նա զբաղեցրեց Հանրապետության դատախազի, հիմիկվա գլխավոր դատախազի, այն ժամանակ ուղղակի դատախազ էր կոչվում պաշտոնը։ Եվ 148 հոգևորականի բռնադատման հրաման Պետիկ Թորոսյանն է ստորագրել։ 209 բռնության դեպք է եղել, բանտարկություններից ու խոշտանգումներից մինչև գնդակահարություններ։ Բոլոր այս 148 հոգևորականների անունները կարելի է կարդալ Մայրաթոռի տարածքում, երբ Վազգենյան մուտքով, հիմնական մուտքով Վազգենյանով մտնում ես ձախ թևում հրեշտակապետած նորակառույցի եկեղեցին է, դրա հետևի պատին այդ 148 հոգևորականների անուններն են, առաջինը բնականաբար Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի խեղտամահարված վեհապար Հայրապետի անունն է։ Պետիկ Թորոսյանը 1938 թվականին պաշտոնանկարվեց, բռնադատվեց եւ գնդակահարվեց։ Գլխավոր դատախազության շենքի վրա այսօր Պետիկ Թորոսյանի հուշաքարը կա։ Չգիտեմ թե ինչու, որովհետև նրա արչի ծառայությունը շատ ավելի մեծ է, քան նրա դրական ծառայությունները մեր երկրին։ Ըստ ամենայնի այդ հուշաքարը կանգնեցվել է արդեն Խրուշչովյան շրջանում, երբ սկսեցին բռնադատվածներին համաներել, ռեաբիլիտացնել եւ որպես հանրապետության նախկին գլխավոր դատախազ նրա հուշաքարը կանգնեցրին այդտեղ։ Մեր այսօրվա իրավապահ կոչվող կազմակերպված հանցավոր բանդայի անդամները իմանան, որ իրենք հուշաքարեր չեն ունենալու։ Ես վստահ չեմ գերեզմանակարեր ունենալու են թե ոչ, որովհետև ժողովուրդը մշտապես երկարաժամկետ հեռանկարում պատմության դատաստանի առջև է կանգնեցնում այն բոլոր սրիկաներին, դավաճաններին, որոնք իրենց ձեռամբ քանդում են մեր պետության եւ մեր ժողովրդի հիմնասյուները։ Երբ Պետիկ Թորոսյանի խմբագրած Անաստված թերթը լուսանկարում եւ տեղադրում էր այդ ամսաթերթում օրինակ քանդված Պողոս Պետրոս եկեղեցու նկարները, իսկ Երևանում տասնյակ եկեղեցիներ են քանդվել, միայն Երևանում, ընդ որում դրանք վաղ միջնադարյան եկեղեցիներ էին։ Ասեմ քեզ ավելին, օպերային թատրոնի տեղում էլ Սուրբ Գեթսեմանի մատուրն է եղել, 4-5-րդ դարերում կառուցված, որը եւս քանդվել է։ Երևանում հարյուրավոր սրբավայրեր են եղել, որոնք բոլորը բոլշևիկյան ամբողջատիրությունը 20-30-ական թվականներին քանդել են։ Որում ուղղափառ եկեղեցիներ են։ Սակայն տասնյակ եկեղեցիներ են եղել։ Ես նույնիսկ հիշում եմ իմ մի հարցազրույց Երկիր մեդիայում լուսահոգի թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հետ 30-ական թվականներին ծնված, նա պատմում էր, որ ծնվել եւ մեծացել է
ներկայումս Չարենցի դպրոցի հարևանությամբ Ամիրյան փողոցում։ Եվ այն ժամանակ Չարենցի դպրոցի տեղում եւս եկեղեցի էր։ Եվ Մեդիա Աբրահամյանը պատմում է, որ լավ հիշում է, թե ինչպես այդ եկեղեցու քանդման աշխատանքների ժամանակ եկեղեցու հսկայական զանգերից մեկը ընկավ բանվորների գլխին եւ փշրեց այն։ Այդ բանվորը տեղնուտեղը մահացավ։ Աստծու դեմ գնալը որպես կանոն հենց այս ավարտն է ունենում։ Եվ բոլոր այն քննիչները, որոնք այս նախաքննական նյութերն են իրականացնում, որոնք զբաղվում են այս շինծու գործի նախաքննությամբ, այն բոլոր հսկող դատախազները, որոնք իբր օրինականության վերահսկողություն են իրականացնում այս շինծու գործերի հանդեպ, եւ բոլոր այն դատավորները, Կարեն Ֆարխոյանները, Ժորա Չիչոյանները, մնացական Մարտիրոսյանները, հիմա արդեն համակարգից հեռացած Արտուշ Գաբրիելյան եւ մնացած բոլորը թող լավ հիշեն Պետիկ Թորոսյանի եւ 1930-ականների առաջին սերնդի շատ վատ ավարտած մյուս հայ բոլշևիկների ճակատագիրը չեք պլստալու։ Ու դա պետք է նաեւ հիշի Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նա այդպես լեշի քանի ձախողում նա ունեցել եկեղեցու դեմ իր գործողություններում։ Հիշում ես կառավարությունում պիտի ջոկատներ ձևավորվեին, շատ վաղուց հայտարարել էր, այն անալիզներով բանի պասապահության, չէ, ասում էր պիտի պաս պահած լինեն անպայման վերջ։ Այդ գործով հիմա հատուկ զբաղվող մարդ կա Նշան Հովհաննիսյան։ Հա, բայց Նշան Հովհաննիսյանը ինչքան էլ հոտոտի ինչ պիտի իմանա մարդը պաս պահելա, թե չէ, որովհետև պասը պահելու հիմնականում ինչ ենք մենք հասկանում, սննդային բաղադրիչը, չէ, ասենք, ոչ թե հոգևոր, օրինակ եկեղեցականներ կան, որ ասում են պասապահությունը ավելի շատ դու պետք է կենտրոնանաս ոչ թե սննդային ծոմապահությամբ։ Եկեղեցականներ կան, որ ասում են, մեր եկեղեցու հավատամքը հենց դա է, որ մարմնական պահեցողությունից առավել հոգևոր պահեցողությունն է կարևոր։ Այսինքն այդ է կարևոր, էլի։ Հիմա լավ, բայց ասենք եթե սննդայինն է, սննդայինը ոնց պիտի ստուգես։ Արյուն, մեզ կեղտ, ուրիշ ձև հնարավոր չի։ Հիմա ուզում են Նշան Հովհաննիսյան խորեն է միջերով դրանում։ Ուզում են Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ հոտոտեն հնարավոր չի, դրանից իրան կարողանան գտնեն, մարդը պասպայելա թե չէ։ Նշանը անունը իսկական։ Խորենը իր հոգևորականի անունը։ Ավազանի անունը Նշանն է։ Ավազանի անունը Խորեն է։ Խորեն Հովհաննիսյան, Նշանը օծյալ անունն է։ Ես կարծեմ հակառակն եմ հիշում։ Ես Ղազարյան versus Ղազարյանով մշակել եմ։ Չէ, ես գիտեմ Խորեն Հովհաննիսյանն է իր անունը, այդ որպես ֆուտբոլիստի անունը ազգանուն եմ հիշում իմիջիալուց այդ բան։ Հիմա ինչքան էլ այդ խմբերը նայ հիշի, չձևավորվեցին, տենց էլ չկարողա մարդ չգնաց։ Ասած հավաքվում ենք Էջմիածնի հրապարակում, հեսա առաջ որ կասեմ, չկարած, մարդ չի, գիտես ինչի չկարած, ոչ թե ինքը փոշմանես չի ուզում, մարդ չի եթում։ Հիմա այ օրինակ իր հանրահավաքները բոլորը վարչական ռեսուրսով են, չէ՞։ Հանձնարարում մարզպետներին, հանձնարարում համայնքի ղեկավարին, ասում մարդ բերեք։ Այդ բան մարզպետին ասում, մարզպետը իր ենթականերին ասում, այնց են վարչապետեր գալի ասում են աղբոր պես մեզնից մեր հետ գործ չունես, մենք երեխա ենք կնքեմ մենք։ Հեսա երեխուն եկող շաբաթ աղբորս երեխու հարսանիքն է։ Ես ո՞նց եմ այդամ կանգնեմ եկեղեցու դեմ։ Չեն անում մարդիկ։ Ու տապալելա, դա էլ չի կարող։ Միակ ուղղությունը, որ հանրական են տալի, դրանք չեն կարող անեն, պագոնի տակ են, չգիտեմ ինչ են, այդ մնում ենք Նշան Հովհաննիսյանի հույսին։ Նոր ստուգեցի ամեն դեպքում Նշան Հովհաննիսյանը ինքը։ Խորեն Վարդապետ Հովհաննիսյան ներկայանում է, Խորենը իր հոգևորական անունն է։ Ավազանի անունը Նշան Հովհաննիսյան է։ Բայց նրան Խորեն անվանելը, նրան եկեղեցական անունով անվանելը մեծագույն անպատվություն է մյուս գործող հոգևորականների համար։ Ես քեզ ավելին ասեմ, Տեր Արամին կարգալուծության չընթարկելը անպատվություն է մեր հոգևոր եղբայրների, մեր գործող քահանաների համար։ Ինչի պետք է Տեր Արամը թեմակալ առաջնորդի եւ տասնյակ իր իբր հոգևոր եղբայրների իրականում իր թշնամիների, որտեվ քահանաները իր թշնամիներն են, ձերբակալության ժամերին անարգել կարգ մատուցի, իսկ նա պսակ է արել այդ օրը։ Իսկ զույգը գնա հասնի Սաղմոսավանք կամ Մուղնու Սուրբ Գևորգի եկեղեցի, մեկ էլ պարզի, որ ցավոք սրտի հոգևորականը տեղում չի, որտեվ ԱԱՑ-ն եկել է նրա հետևից։ Այդ Տեր Արամ Կոչեցյալի հետևից պիտի ԱԱՑ-ն գնար իրականում։ Իսկ մեր Տեր Փարենը եւ մնացած բոլորը, որոնք ճշմարտախոս արժանի հոգևորականներ են եւ մեր եկեղեցու հիմնասյուներն են։ Հիմա այդ հոգևորականների որ հավաքե տա, մարզպետն է անդե կարգ մատուցում։ Ասենք հիմա ընդհանրենք մի հատ հարսանիք դիտի, թե մարզպետ արա, այդ մարզպետը դրանց մի հատ բան ուներ, չէ՞, խորհրդական ուներ, չէ՞, թմրանյութի վրա բռնվավ։ Երևի դրանք հիմա պիտի
Կարգ մասը եթե մկրտությունը Սերգեյ Մովսիսյան միշտ միացած է Փաշինյանին։ Հա, ինչի՞ չհաջատում չեմ հասկանում։ Փորձեցի պատկերացնել, հետ լավ բան չստացվեց։ Երբ նրան հարցրին, ասին, Էջմիածնի վրա գրոհելու դեպքում դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին, ասեց ես միշտ միացած եմ Նիկոլ Փաշինյանին, ես մտքումս հիշեցի կամ պատկերացրի Ռոմանոսին։ Այլ միշտ միացած է Նիկոլ Փաշինյանին։ Պորտալարով պիտի միանթանապես պտուղը մոր հետ կապվում է պորտալարով։ Այդ է ուրիշ ձև գոյություն չունի։ Մենք այս դժվար պայմաններում պիտի ապավինենք ինքներս մեր անվտանգության մասին հոգալով, իսկ այդ կապակցությամբ մեր լավագույն գործընկերը մատուցում է պահնորդական ծառայություններ, ապահովելով մարդկանց, նրանց գույքի, նրանց ունեցվածքի, ընտանիքի անդամների անվտանգությունը։ Խոսքը մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպության մասին է, որ ունի երկար տարիների փորձառություն, կարողանում է իր որակյալ փորձառու անձնակազմի միջոցով համադրել պահնորդական ծառայությունների ավանդական մեթոդները ժամանակակից տեխնոլոգիաների հետ, հեռավար տեսահսկման, ինչպես նաև արկա ձևաչափով հսկողության իրականացման համար ապահովելով իր հաճախորդների գույքի ունեցվածքի անվտանգությունը, VIP, հատուկ պահնորդական ծառայություններ, պատվարժան հյուրերի, պատվիրակությունների համար։ Pantera-ի բոլոր ծառայությունները հասանելի են pantera.am կայքում, իսկ համագործակցության համար պետք է զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով 2 ճակատ պրոմոկոդով ստանալով հավելյալ առաջարկությունների փաթեթ։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 110-րդ թողարկումն էր 168 ժամի YouTube-յան էջում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը փորձեցինք ամփոփել եւ վերլուծել հերթական ծանր շաբաթը մեր հայրենիքի համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին մեր ավանդական 21-ից 21-ին ուրբաթ օրը։ Ցտեսություն։